ասում ես տարածաշրջանում լարում է, խնդիրներ կան, մի քանի երկրների նկատմամբ իրականացվել են այս կամ այն ծավալի գործողություններ, ասում եմ ես մի տարուց ավել առաջ դրա հետ կապված հանձնաժողով էի սարքել։ Այդ լուրջ Փաշինյանի պատասխանն է, ես կատակ չեմ անում։ Ասում եմ ես մի տարուց ավել առաջ սրա հետ կապված հանձնաժողով էի սարքել։ Ախր հնարավոր չի լուրջ մեկնաբանել դա, ես դրա ինչի լուրջ մեկնաբանեմ։ Բրկվեցինք, всё, հանձնաժողով է սարքել։ Այնպես որ գործողություն չկա, որ ես այդ գործողությունը մեկնաբանեմ կամ չմեկնաբանեմ։ Դա առաջին։ Երկրորդ, ես ոնց կարող եմ հիմնվել ԿՊ-ի ասացի վրա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 44 օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ Լիլիթ Մակունսը, որ այն ժամանակ իշխող ֆրակցիայի ղեկավարն էր, հետո էլ Ամերիկայում դեսպանն էր, երաշխիքներ էր տալի, որ Թուրքիան չի ներգրավվելու Հայաստանի դեմ ռազմական գործողությունների։ Ես դրա ինչ մեկնաբանեմ։ Հա, որ սխալ դուրս գան այս ամեն ինչը, ինչպես սովորաբար, որ սխալ չէ, սուտ։ Հետո ասելու է լայնացավ իմ մտահորիզոնը։ Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ ինչքան Փաշինյանի մտահորիզոնը լայնանում է, այնքան Հայաստանը նեղանում է։ Այդ մեծ խնդիրը կա։ Ուստի ես չեմ կարող մեկնաբանել այն փաստը, որ իրանք կարողացել են անվտանգության նիստ հավաքել Դիլիջանի եւ Էջմիածնի իրենց կուսակցական գործողումների արանքում եւ հիմա տեղի ունեցող ամբողջ աշխարհին մտահոգեցնող գործողությունների հետ կապված գեոպոլիտիկ ռահվիրա Նիկոլ Փաշինյանը մի տարուց ավել առաջ հանձնաժողով էր բացել։ Ինչը սրա էս մեկնաբանը։ Ինչ են արել, որ մի հատ մեկնաբանեմ։ Երբ որ կտեսնեմ, թե կոնկրետ ինչ են արել, այդ ժամանակ կարողանամ մեկնաբանել։ Այս պահին այն փաստը, որ անվտանգության խորհրդում ինչ որ մարդ կարողանում է հեռախոսից օգտվել եւ կազմակերպել 10 հոգու հավաք, ես դա մեկնաբանել չեմ կարող։ Պարոն Մամիջանյան, այդ դեպքում ըստ ձեզ ինչ պետք է արվեր, որ չի արվում։ Այդ արդեն շատ ավելի հետաքրքիր հարց է։ Ես ուզում եմ մի օրինակ բերել։ 2008 թվականին, երբ որ սկսվեցին ռազմական գործողություններ Ռուսաստանի եւ Վրաստանի միջև, այդ ժամանակ օլիմպիական խաղերի բացումն էր, եւ նախագահ Սարգսյանը Հայաստանում չէր։ Արտերկրից նախագահ Սարգսյանը կապ հաստատեց այն ժամանակվա Իրանի նախագահ Ահմադինեջադի հետ եւ որոշակի ծավալով, շատ մեծ ծավալով ստրատեգիական ապրանքների պաշար խնդրեց։ Մեջը մտնում էր, եթե չեմ սխալվում, դիզել վառելիք, ցորեն եւ եթե չեմ սխալվում բենզինային վառելիք, բայց դա կարևոր չէ, թվերը հրապարակած կան։ Իմիջիայլոց ես չգիտեմ այդ ռեզերվի հետ ինչա տեղի ունեցել համենայն դեպս մենք թողել ենք այդ ռեզերվը, չգիտեմ հիմա ինչ է կատարվել դրա հետ։ Վառ օրինակ թե ինչպես պետք է վարվել, երբ որ հայ-հայա տարածաշրջանը պայթելու է։ Անհրաժեշտ է իրականացնել որոշակի կանխարգելիչ գործողություններ։ Այլ ոչ թե ուրախ նստել ասել, գիտես ինչ, ես խաղաղություն եմ բերել, մեզ ոչ մի բան չի կպնի։ Իսկ գագաթնակետը ես երբեք չէի մտածի, որ ինքը սրան կհասնի։ Արժեքառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, երբ որ անդադար թիրախավորվում էր իրակարգանդակ ուտելու փաստը, Փաշինյանը ասեց բառացիորեն հետևյալը. տեսակ, մենք կարկանդակ կերանք, Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգը, ղեկավարը եւ այլն դա տեսան, դե գիտեք, սաղ օրը Էմիրությունների ղեկավարությունը Փաշինյանի TikTok-ին է հետևում, ուրիշ առանձնապես գործողություններ չի անում, եւ դրանից հետո իրանք գնացին եւ ցուցադրելու համար, որ Դուբայում ամեն ինչ անվտանգ է, մոլի ռեստորանում հաց կերան։ Այդ տենց աշխարհացունց տղա է, ինչի եք թերագնահատում իրան։ Ոչ, Աստված մի արասցե, շնորհակալություն։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։